Եկա քսերոքս արեցի այդ տան վարձի թղթերը։ Հիմա այս առևտրի կենտրոնում եմ մի քիչ ֆրֆռամ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա։ Ու արդեն դուրս գամ այստեղից։ Եթե ինչ-որ մի բան գնեմ, չգնեմ հանկարծ առանձնայելու։ Բարձացա։ Ցույց կտամ Ժորժ ջան, ֆրֆռում եմ։ Ժորժ ջան, գնում եմ տուն արդեն։ Մտա օրանժի այդ գրասենյակը սպեչենից այդ տղոնուց եմ հյուրասիրեմ։ Սա որ սոված այլա, բայց չէ, հետո խոսում եք ասմա, ինչ ազգ եք ասմա, ակցենտը ինչ որ ծանոթ է, բանից պարզվեց իրանցի է, ասմա մամաս էլ է այդ ձևի ակցենտով խոսում ձեր նման, մենք համարյա նույն ենք Իրանի Հյուսիսում էր ապրում, թե Հյուսիսը որն է ես այս պահին չգիտեմ անկեղծ ասել, հիմա մտնեմ խանութ, չիայ սերմ գնեմ ու գնամ տուն, չտո ես բերել էի էսկալադի ալպինիզմի, շոք է դեր վաղներ շոք կանի Ժորժ ջան ու արդեն կհովանանք մի քիչ, չնայած լավ քամի է։ Բիո բաժնում եմ միշտ փնտրում չիայ սերմերը, իրենք դնում են բիո ապրանքները այսպես առանձին տեղ։ Տեսնենք կա չիայ սերմ թե ոչ, ես հավատում եմ բիոյին, այն մթերքները, որոնք ամենօրյա են, ես միշտ գնում եմ բիո։ Գրեք մեկնաբանություններում իմանամ, դուք հավատում եք, դուք ինքներդ գնում եք, թե ինչ կպատահի գնում եք։ Նաև ուշադրություն եմ դարձնում տառերին, ատառով եմ աշխատում գնել, որոնք նշում են, որ շատ յուղոտ չէ, ենթադրենք, տեսեք այստեղ բեն է, կարող է ինքը լավ լինի, բայց յուղոտ է, աղի է կամ քաղցր է, դրանք արդեն կամաց այից անցնում են մինչև դե։ Նման ուղեցիցով հեշտ է արդեն գտնելը ցանկացած ապրանք, ինչը որ փնտրում ենք։ Ժորժ ջան, չկար չիայ սերմեր, դες չիայ պեչենիները արդեն ցույց տվեցի, որտեղից էի գնել։ Երբ կարապունքի տան, այնտեղ մոտը խանութ կար, մտա գնեցի։ Եվ մակադամիա եմ գնել, իհարկե բացիչը իր մեջ է, կբացեմ ցույց կտամ, եթե մարդիկ կան, չգիտեն ինչ է սա, ասեմ, որ շատ համեղ է, իհարկե թանկ արժե կիլոգրամը, բայց կարելի է։ Սա էլ մոնոփրիից եմ գնել, 250 գրամին տվել եմ 6 եվրո։ Եթե հաշվում են կես կիլոին 12-24 եվրո։ Կարծեմ գրամ ֆրեմ ավելի թանկ էր անցած անգամ, որ ես գնել եմ, բայց որ այսպես քիչ էր, հարմար էր, էլի։ Ամեն դեպքում չիայ սերմեր չեղավ։ Սա այսպես բացում ենք, հիմա ցույց եմ տալիս էլի արագ, տեսնեմ բանալիները, այո, բանալիներ մեջները։ Երևի մոտիկից ցույց տամ, լավ մոտիկից ավելի ցույց տամ, որ լավ երևա։ Նայեք տեսեք, այս ձևով ընկույզ է, ընկույզի տեսակ է։ Սա բացելու համար, այս բանալին է, տեսեք, սրանով մտցնում ենք մեջը և հանում հիմա բացեմ, փորձեմ, ահա, այսպես դնում ենք և թեքում, վերջ, ինքը ջարդում է։ Ինձ դուր է գալիս, գրեք տեսնեմ ելում է դուր գալիս, այսպեսի բան է։ Բարի լույս Ժորժ ջան, մենք անցանք արդեն մեր հին ռեժիմին, շաբաթ օրերը խանութի օր է, քանի որ Կարեն արդեն գիտեք ուշ է գալիս, էլ հոգնած է լինում, չենք գնում խանութ, եկել ենք Ակցիոն, Կարֆուր, մեծ էս տարածքը, որից հետո կգնանք Բեսոն Կոշիկի խանութ և մի հատ ուրիշ տնտեսական խանութ, մի խոսքով մեծ գնումների օր է, տեսնենք ինչեր ենք գնելու։ Լավ քամի էր դրսում հովացա բավականին, հիմա արդեն մտել եմ Ակցիոնը,
Այստեղ աղբի տոպրակներ են շարված, ճիշտ ասած ես հաճախ չեմ գալիս, շատ բաների տեղ չգիտեմ էլ, աղբի տոպրակ վերցրեցի եւ բաղնիքի այս բաներն են ինձ հետաքրքրում, թե ինչպես անենք, որ շամպունները դնենք նման համապատասխան զամբյուղիկների մեջ։ Բաղնիքի կամ զուգարանի մաքրման նյութերն են եւ գովում են շատերը, որ շատ լավ որակի են։ Ես արդեն մեկ անգամ գնել եմ եւ անցած տեսանյութում ձեզ ցույց տվեցի գազօջախի երեսը մաքրելու այդ սպրեյ հեղուկը։ Հիմա փորձում եմ այստեղ նայել, որովհետեւ լիքը մարդ կա ակցիոնում դեպ, շատ մարդ կա, այս մոմերի բաժնում եմ եւ արդեն այս հատվածում մարդ չկա, լավ է, ցույց տամ, թե ինչ հետաքրքիր ափսեներ կան, գներն էլ արդեն տեսեք, իրոք մատչելի է, ես խոր նմանատիպ ինչ-որ աման եմ ուզում, բայց ավելի մեծ եւ կլոր, եթե լիներ կգնեի անկեղծ ասած, բայց ոնց որ թե չգտա, նմանատիպ ուղղակի խոր լինի։ Շատ անհարմար էլի օրենք եկելի կմար, ակցիոնում խոսք չկար, թե ինչքան մարդ կար, հնարավոր չեղավ նկարել, քիչ ցածր խավ էր, լցված երեխեքով, բայց մի երկու բան գնեցինք տանը ցույց կտամ, հիմա էլ մտանք նախկին կորամորի Մակարֆուր է, տեսնենք այստեղից ինչ են գնում, ցուցակ ունեմ, ցուցակով գնումներս անեմ, որ չմոռանամ։ Տոմատի մածուկի տարբերակներն եմ ցույց տալիս հիմա ձեզ, պոմիդորներ այդպես կիսա մզված, ուժեղ մզվածքով, ես ուժեղ մզվածքովն եմ վերցնում, ձախ կողմում փոքրեր կային, միայն բորշի եւ տոլմայի համար, այս սոուսներից են գնում, փլավների համար շատ հարմար են, այստեղ ինչեր կան, տարբեր ժորժան, այնքան շատ տեսականի կա կծու, քաղցրոտ, համեղ, պղպեղով, երբեմն համեր տված լոլիկներին, մի խոսքով լայն ընտրանի կա, ըստ ճաշակի մարդիկ ընտրում են եւ ինձ պետք է արևածաղիկի ձետ վերցնել, տեսականին եմ ցույց տալիս եւ արդեն տեսնեմ որից եմ վերցնում, սրանից էինք անցած անգամ վերցրել, այսօր փոխեմ, սպրեյներ չեմ սիրում, ես շատերն են հիմա ցույց տալիս, սպրեյով թավայի վրա մի փոքր փչում են ձեթը, բայց ավելի լավ է իսկական իր շշով վերցնեմ, գինն էլ արդեն տեսակ, այս հատվածում խմորեղենի համար նախատեսված մթերքներն են, կամ նյութերը, կամ չգիտեմ, հեղուկ վանիլին եւ արդեն համեր թխվածքների համար, ես համային այդպիսի ջրեր չեմ սիրում անկեղծ ասած, ճաշակին ընկեր չկա, թխվածքների են շոկոլադները լցնելու, չոր մրգեր, չրեր, էլի, ամեն ինչ մի խոսքով, ով խմորեղեն սարքող է մշտապես, լավ կիմանա, թե ինչ կարող է գտնել այս բաժնում, անհրաժեշտ է մեզ համար մածուն յոգուրտ, բայց բնականը, էլի նատյուր վրան գրած լինի, որ արդեն մեր մածունին մի քիչ նման գա, իսկ այս հատվածում էլ արդեն սերուցքներն են, այս սերուցքները շատ լավն են, ովքեր Ֆրանսիայի մենու չեն կողմնորոշում, խանութներից ազատ կարող եք վերցնել հենց այս սերուցքը, շատ լավ որակի է, սա էլ արդեն ելակներն են, ինչպես կարելի է ելակի կողքով անտարբեր անցնել, իդեպ ես վերջին տարիներին եմ սկսել ելակ ուտել, որ ասեմ գժվում եմ, սիրում եմ, չէ, բայց առողջար արմիրք է, այդ ես պատճառով արդեն վերջին տարիներին ուտում եմ եւ հաճախ գնում եմ։ Գնումներն արեցին, մի քանի բաներ մնաց, դավաղը կգնանք ուրիշ խանութ, որտեղից մսեղ ենք առնենք եւ մի քանի բանջարեղեն այստեղ չկար, վարունգ այստեղ չկար էլի, տեսնենք այս վարունգի դիֆիցիտ է, չեմ հասկանում։ Մի խոսքով հիմա տանենք սայլակը կարենը քշում է մեքենայի մեջ տեղավորենք ու շարունակենք խանութներով, այստեղ մոտիկ էլի խանութ կա, մտնենք ուզում ենք բաղնիքի համար այդ փոքր կովրիկներից առնել, այն գնացած դուրս չեկավ, անցած անգամ գնել էի այդ մատերիալը անդադ վրեն բանա հավաքում, որոշեցի կտորից, ոնց որ նախկինում էի միշտ գնում, այդ տիպի գնեմ, նեղոսքով գնանք, ցույց կտամ։ Շարժվենք դեպի այդ խանութը, որն այդքան էլ հեռու չէ այս մեծ Carrefour հիպերմարկետից,
Գնանք այդտեղ, որից հետո էլ գնանք Բեսսոն ժողովուրդ ջան։ Հիմա շրջվենք, տեսեք ինչ լավ կանաչ է, ինչ հաճելի է։ Քաղաքից մի քիչ դուրս է, բայց լավ տեղ է։ Ահա, այստեղից շրջվենք դեպի մյուս կողմը եւ արդեն գտնենք այդ խանութը։ Տեսեք ինչ հին սիրուն կարմիր շենքեր։ Ահա, այստեղով շրջվում ենք եւ ուղղությունը վերցնում ենք դեպի խանութ, որը մեզնից արդեն աջ կողմում է գտնվում։ Մենք բազմիցս ենք եղել այս խանութում, շատ համեմատաբար մատչելի խանութ է, տնտեսական իրեր շատ կան, տան համար ամեն ինչ, այսպես կարելի է անունն ասել։ Տեսեք նշված է, արդեն մոտենում ենք Սանդխակոր խանութն են գալիս, շրջվենք, կայանատեղի գտնենք մեքենայի համար եւ մտնենք արդեն խանութ։ Տեսնենք ինչ կա, մեր ուզած բաներից կա թե չէ եւ այս սիրուն փոքրիկ դույլիկները։ Մանավանդ ովքեր սեփական տներ ունեն, շատ հետաքրքիր դեկորներ կարող են գտնել տան համար, այգու համար, բակի համար, ինչ հետաքրքիր մեծ մոմեր էին։ Շատ սիրուն բաներ կան այստեղ, ամեն մարդ կարող է գալ, մատչելի գնով գնել, հատկապես որ զեղչված օր է լինում, էլի մոմ է։ Այդպես սիրելիներս, հետո էլ նայում ենք, տեսնում ենք ինչպես են իրենք դասավորել ու այնքան բան կա հենց այգու համար դասավորելու, որ շատ դեպքերում ես այստեղ եմ տեսնում եւ արդեն իմանում, որ կարելի է դրանք դնել։ Ես այգիներ եմ ունեցել, պարտեզ, հողատարածք, բայց երբեք նման ձևով չեմ զարդարել ու սիրունացնել։ Այստեղ դա ընդունված է։ Մյուս կողմում տեսեք, որ փխոմո է գրած, այդտեղ արդեն զեղչված ապրանքներ են, այս հատվածում օրվա զեղչերն են արվում։ Կարող է այսպես 1-2 օր լինի, հետո փոխեն ապրանքատեսակները։ Այսօրվա համար սրանք էին, որտեղ որ ինձ հետաքրքիր բան չկար։ Մանիկյուրներ էլ դրած տեսնում եք, ասում եմ, ամեն ինչ կարելի է գտնել այստեղ, վարագույրներ, շատ լավ որակի վարագույրներ կան այստեղ ի դեպ եւ մատչելի են լինում։ Կարող եք գալ չափերը նայել։ Այս ակլորիկներին նայեք, բադիկներ, սագեր, սագեր երևի բադիկ չէր, գորտեր ընդեղ տեսակ, ես էլ ոնց որ թուղ ցավ լինի, ակլորների տարբեր գույներ, տեսակներ, մի խոսքով սիրուն բաներ, առաջ գնանք նկարներ, բազմապրոֆիլ էլի տան համար ամեն ինչ, նաև վերանորոգման համար անհրաժեշտ բաներ, հայելիններ, այս մյուս կողմում էլի այդպես դեկորներ, ծաղիկներ, մոմեր, մոմերի սրաներ, խոհանոցի համար ափսեներ, այդպիսի տարբեր սպասքի պարագաներ, մի խոսքով ծաղիկների լայն ընտրանի, իհարկե դեկորատիվ ծաղիկներ են եւ սիրուն հետաքրքիր դեկորացիայի համար վազեր, որ շատ գեղեցիկ է։ Նայեք, տեսեք վերևի մասում ինչքան հետաքրքիր բաներ կարող եք գտնել, լամպն է սա էլ եւ արդեն հետաքրքիր այս ծաղկամանը։ Առաջ շարժվենք ժողովուրդ ջան, տեսնենք էլ ինչեր ենք տեսնում, ծրագործ բաներ եւ արդեն հիմա անցնենք մյուս բաժինը։ Տեսնենք այստեղ էլ էլի ծաղկամանների տեսակներ է։ Լայն ընտրանի, ամեն ճաշակի, մեծ սափորները տեսակ, ափսոս տեղ չունեմ, թե չէ մեծերից մեկ-մեկ ուզում եմ գնել։ Այս էլ վարագույրների հարմար այդ կախիչներն էին, ամեն ինչ կար։ Այս տիպի ուզում եմ գնել, բայց ոչ այս գույնի, ուզում եմ այնպիսի գույն լինի, որ իմ սպասքի հետ հարմար լինի։ Այստեղ սիրուն սպասք կարող եք գտնել տարբեր գների, տարբեր ոճերի, ամեն ինչ կա, բայց փաստորեն իմ ուզածը չկար։ Այսպիսի բեժ գույնի ես որևէ բան չունեմ, ոչինչ, կփնտրեմ հաջորդ անգամ, թե այստեղ, թե մեկ ուրիշ տեղ կարելի է գտնել։ Մի քանի բան գնեցի, տանը ցույց կտամ, լուսամուտները բաց է, միջանցիկ քամի անում, բայց ոչինչ։
Ուրեմն շարժվենք առաջ, քանի որ մոտ է դրա համար ենք լուսամուտը բացել, այստեղ մենք լուսամուտներ չենք բացում։ Դեպի ուրեմն Վիլնովդասկի մեծ առևտրի կենտրոն են գնում, այդտեղ է գտնվում Բեսոնը, շատ խանութներ կան, մեծ առանձին եւ կան նաեւ Օշան սուպերմարկետի մեջ գտնվող տարբեր բուտիկներ։ Ահա, աճ թեքվեցինք այստեղից եւ արդեն Բեսոն կոշիկի սրահն է։ Գնանք տեսնենք այսօր ինչ զեղչեր են եւ կա մեր փնտրած ուզած կոշիկները, թե ոչ։ Փաստորեն նման փոքր պայսակներ եւ դրամապանակները զեղչված են 20%, երկար ժամանակ էր դեզիգալի պայուսակներ եւ ընդհանրապես ապրանքներ չէի տեսել։ Ամենտեղ փակել են դեզիգալը, մեզ մոտ չկա այլևս։ Բայց այստեղ այս պայուսակը տեսա, հետաքրքիր էր, տեսնում եք, այս շղթայի մասով էլ կարելի է իրեր դնել, մեծ տարածք ունի, չգիտեմ, թեթև կլինի, կաշիներ չեն էլի, կաշիներն են ծանր ինձ համար լինում։ Ահա, իմ ճաշակի, իմ ամենասիրած բոկոտիկի ձևն է միշտ եղել ու կա, բայց ափսոս այլևս չեմ հագնում, որովհետև այդ քթի մասը, ինչպես մենք ենք ասում, չէ, այդ մատերի, շատ նեղ է, ես եմ վերցրել, որ փորձեմ, եւ բացի նեղից նման կրունկներով հարմար չէ քայլել մեր քաղաքում։ Այստեղ էլի զեղչված են սպորտային կոշիկները, սա լավ ֆիրմա է եւ շատ լավ թեթև որակով կարող եք այցելել գնել։ Եվ շատ տարածված է ֆրանսիացիների մոտ նմանատիպ բոկոտիկները, եթե հիշում եք անցած տարի ես գնեցի եւ 1-2 անգամ քայլեցի, իմ ոտքերի համար հարմար չէր, գետնի քարերի վրա քայլում էի, ոտքերս ցավում էին։ Վաճառեցի Vinted-ով։ Արժեքն էլ 35 եվրո էր, ես ավելի մատչելի էի գնել։ Ուրեմն որոշ բաներ օրվա զեղչեր կան, տարբեր ֆիրմաների, տարբեր մոդելների, հələ տեսեք ես էլ ինչ հետաքրքիր, չգիտեմ ասեմ պայուսակ է, թե ինչ-որ էլի դրամապանակի տիպի ինչ-որ մի բան, կամ էլ երեկոյան պայուսակ, պատկերացնում եք միտեղ հրավիրված եք եւ այս խեցգետնինը տանում եք ձեզ հետ, չէ, այսպես դնեմ, ահա, գինն էլ նայենք, 45 եվրո, լորավիտան է իր տարօրինակ կերպարներով ներկայանում, շատ էքսցենտրիկ հետաքրքիր բաներ ունի, թե կոշիկների տեսականի, թե նաև պայուսակների, ահա, տեսնենք ներքևում էլ նմանատիպ ամառային հետաքրքիր բոկոտիկներ, սիրում եք նման ծաղկավոր կոշիկներ, գրեք իմանամ, պայուսակներն էր շատ էստեղ լցված, փաստորեն են մյուս Բեսոնում այդքան չկար, շատ կար, բայց նման սիրուն չկար, թե հիմա այնտեղ չեն գնում, արդեն չգիտեմ, Մարկո Տոզին է ներկայանում, շատ հետաքրքիր բոկոտիկներ են, նայեք, կրունկի չափն է լավն է եւ արժեքներն էլ լավն են, սա բերը դրել են իտալական է այստեղ դրված, մոդան է էլի դա, այդ սաբոնները մոդա են այս տարի, ահա ժողովուրդ ջան, ամեն ճաշակի, ամեն տիպի, ամեն չափի, չգիտեմ, ամեն ֆիրմայի, սա եվրոպական, ուրեմն կոշիկի արտադրողների տեսականիներն է, այս խանութում ներկայացվում, հենց խանութը այդպես է, եվրոպական կոշիկների ներկայացնող սրահ է։ Ես եկա նորից այն կանաչ բոկոտիկները փորձելու, տեսնեմ արդեն լուրջ ձևով, եթե հարմար է, քայլեմ արդեն ոչ գորգի վրա եւ արդեն մի քանի կոշիկներ, բոկոտիկներ փորձում եմ, սա էլ Կարենն է իր կոշիկները փորձում, ես էլ ուրիշ երանգն եմ նորից փորձում, հələ տեսնեմ որն է հարմար նստում ոտքիս, արդեն դե ուրիշ ձևով եմ, չէ՞ վերաբերում պիտի գնեմ։ Շատ դժվար է կողմնորոշվել ժողովուրդ ջան, որովհետեւ աջ ոտքիս այդ հատվածը կարծես թե ոտքս հենց այդ տեղից հանի։ Անցած անգամ ուշադիր չի եղել, երկու գույն էլ փորձեցի, բայց չէ։ Երևի էլի չեմ վերցնի։ Կարենն է փորձում կոշիկներ, տեսնենք ինքը կհավանի, չի հավանի, հարմար է, հարմար չէ, այդպես։ Հիմա էլի փնտրեցի տարբեր բոկոտիկներ տեսա, փորձում եմ էլի, քայլում եմ, որը որ ոտքիս վրա շատ ավելի հարմար եղավ, ոտքերից ավելի թեթև եղավ, ավելի հանգիստ եղավ, երևի թե դա էլ կգնեմ, այսօր
որոշել եմ, որ գնեմ շատ դուրս եկավ այս բոկոտիկը, բայց տեսեք, այնտեղ կանթը որտեղ մնաց։ Հիմա Ռեյկեր ֆիրմայի բոկոտիկ եմ հագել, հələ սա փորձեմ, չափը բանը լավ է ոնց որ, բայց հələ տեսնեմ լավ է, լավ չէ, մի հատ քայլեմ, որ ընտրեմ, թե որն եմ վերջնական վերցնելու։ Ահա, սա մոտիկից, էլի կրունկը հարմար է, մյուսի նման է, բայց կարծես թե հենց կրունկների հատվածը ներսից մի տեսակ ոնց որ նեղելուց լինի ու լավ չնստի։ Նայեք, եսիմ Trem Ժորժ ջան, ես որ Հայաստանը լինի, ինչքան կխոսան կկռվեն, եսիմ ինչ կանեն։ Չէր աշխատում ապարատը, այսինքն քարտով առևտուր չէր կարող անել եւ քո քարտը որպես խանութի քարտ չէր կարող դրանով ինչ որ մի բան նշել։ Բայց դե ստիպված էին գնումներ անելու, կանխիկ լավ էր մոտս կար, Կարենը քարտով էր, ես վերցրել էի։ Մի խոսքով հիմա գնում արեցինք, տանը ցույց կտամ բոկոտիկը վերցրեցի, ահագին հոգնեցինք, դժվար էր, ինչքան փորձեցիր, արդեն վատ է, պետք է նայես, որ հարմարավետ լինի, էլի ոտքի, սիրունին եք չես նայում, ինչպես գրել էին հետևորդներից, այսօր էտորներ, դե գնացինք տուն Ժողով ջան, արդեն հոգնած, սոված, արդեն ճաշեցի, վերջացրեցի, հիմա սուրճս եփել եմ մինչև կհովանա, շատ տաք է, ես այս ընթացքում փորձեմ հիշելով, թե որ խանութից ինչն են գնել, ձեզ ցույց տամ, թող մի փոքր հովանա, հետո միասին սուրճ կխմենք, շոկ է, արդեն գիտեք, լուսամուտը բացել եմ, առավոտից մինչև չգիտեմ երբ են իրենք աշխատել, առավոտ ձեքից աշխատում են, շենքի փաստորեն են մաստեն անում, ու այդ դռոցը սպանում էր, գիշերն էր, որ ես լավ չէի քնել, կարելի ասել չէի քնել, այդպես, ուրեմն, այստեղ ակսիոնից գնել ենք այս ունիտազի համար, այս թաց անձեռոցիկներից, ունիտազի համար, լվացքի համար, այս լշաները լավներ, այնտեղ տեսա զարմացա, ես միշտ բանից եմ գնում, կամ կարպորից կամ օշանից շատ թանկ է լինում, այստեղ ինչ ունենք, աղբի տոպրակ և այսպես խառը չարազերը, ահա, ուրեմն այստեղ կա նաև կարակ, դե բնականաբար կարակը գնել եմ Ժողով ջան կարպորից, բայց քանի որ շոկ է փափում է, որպեսզի չփափկի դնեմ մի հատ սառնան, ահա, հետո արդեն այստեղ տեսնենք ինչ կա, բնականաբար նման բաներ, ամեն մեկից 2-2 Կարենը գնել է, գնել ենք նաև ղոզանա, եթե գազով հանքային ջուր եք սիրում, այս ղոզանան շատ լավն է, մագնեզիումով հարուստ է, 2 տուփ է, մեկը պիտի տեղավորեմ այստեղ արդեն գիտեք, այս կոշիկներն ավերջում ցույց կտամ, այստեղից գրեթե բան չմնաց, հա, այսինքն այդ ակսիոնի դա եմ գնել, հա, այստեղից ցույց տալու չի, ներքնաշոր Կարենին, շոկոլադ, սև շոկոլադ, կոդողը, սայլ եմ ոնտոր նպատի, բայց սառնան չեմ դնելու, այ ելակը չպչանա հիմա բացեմ, ելակ, այսպիսի բան, տիրամիսու ելակով, ես էլ դրեցինք արագ սառնարան, ելակի հետ, սա չեմ դնելու, ես չեմ սիրում, որ շոկոլադը սառոտ է լինում, այստեղ, հա, բանան, այստեղ, հա, բանան, գիլաս, հենց գիլաս, տարածաշրջանին է երևի էլի, կլվանամ կտեղավորեմ, մոտիկի ձելակին, սա ցույց կտամ, այստեղ է լոլիկներ, այս է լոլիկներ, սուքարանի թուղթ, ժավել,
Carrefour-ից արևածաղիկի ձեթ, շոկոլադի կրեմ, ելակի ջեմ, ալյուր են գնել, ֆրանսին տեսակն է ու շատ լավն է, մածուն, հենց նայծուղը, մոտիկից ցույց կտամ, գնել ենք ամանների հեղուկ, շատ լավ է, անգամ այնքան լավ է, որ թույլատրում է երեխաների կաթի շշերը սրանով լվանալ, ձեռքերը չեմ վնասում, չնայած ես ձեռնոցներով եմ լվանում, ամեն դեպքում հիմա թե անձիվը փոքր թուփն եմ վերցրել, քերած պանիր և խոզապուխտի շերտիկներ, ժամբոն են ասում, և նույնը հավի համար, սրանք արդեն կարելի ընդմիջման համար, և էլի այստեղակցական մակարոն, մոտիկից էսա տեսկտամ, տեսնենք, մոտիկից տեսնենք, ուրեմն լոլիկն է, բալը, գիլասը, բանանը և վիտամինով հարուստ արևածաղիկի ձեթը, սա արդեն ջեմը, ալյուրը, շոկոլադը, մամոնին է, սա լավ որակի է, մեկ կարելի է, ես սիրում եմ, բայց տեսեք քաղցրի պահանջ այդքան շատ չեմ ունենում, մածունը սա է, այս սրա մասին էր խոսքը, ամաններ լվալու հեղուկի, սրանք այդ ժամբոններն են հավի և խոզի, քերած պանիրը, այստեղ անձիվը, ալյուրը ցույց տվեցի, ալյուրը, կոդդողի շոկոլադը և այս մակարոնը։ Դե, խոհանոցի համար այս թուղթը, բաղնիքի համար այս կախիչը, տեսնենք հələ կստացվի, որ կախենք շատ հարմար կլինի և շամպուն բան կդնենք, համար այս նման գորգից վերցրեցի, սա թեթև է, արագ է, ես հետևի մասն էլ լավ կարողանում եմ փոշոկյոլով մաքրեմ, ես էլ այս ձև, հարմար գույներ չկային, բայց որ որոշել էի, որ պիտի գնեմ, ես տարբերական ընտրեցի, չափերն էլ համեմատաբար փոքր են նրան, նայեք ցույց կտամ, թե որն եմ դեն գցելու, սա էլ ուրեմն այդ մյուս խանութից, որ մտանք վերջինը, Սանտեկովերից, որքան որ անունը հիշում եմ, և արդեն Բեսոնում մի զարմանս ինձ ասեցի արդեն ձեզ, որ չկար, ապարատը չէր աշխատում, փոխանակ անմիջապես մարդ բերեն աշխատացնեն, չկար, անջատված ժողովուրդ, Կարեն իր համար գնեց այս սիրուն լավ կոշիկները, մոտիկից ես այլի ցույց կտամ, շորից, թեթև է սեզոնին, շատ լավ, բիո, մի խոսքով, արժեքը 60 եվրո էր, զեղչերի ժամանակ նման լավ բաներ չենք կարողանում գնել, այս մոտիկից ցույց կտամ հիմա, արդեն կասեք ձեր կարծիքը, թեթև ինքը վաղուց էր ուզում, ես էլ այդքան փնտրեցի, նայեցի, ամեն ձևի Ժողովուրդ ջան, հələ մի քանիսն էլ չէի նկարում ձեզ ցույց տալի, փորձեցի, եկա կարողացի այս թեթև, շատ թեթև, ոգոտիկների վրա, մի քիչ էլ ցածր է ու հարմար է, հետո այս մասը սա ռեզին է, արդեն ոտքդ հեշտ է մտնում, ու այս կոճի մասը չնեղեց, հիմնականում հաստատ ձախ կոճս, այդքան էլ մեծ չի, բան չի, բայց խանգարում է, արդեն անհանգստացում է, բուտմատս կամած թեքվում է։ Դա 20% զեղչով էր, մատչելի էր բավականին, զեղչով տվել եմ 30 եվրո, պատկերացնում եք, այդքան էժան։ Դե տեսեք, ինչ սիրուն կոշիկներ են, տարբեր գույներ կային, բայց ամենալավը սա էր, համառային այսպես գույն է, հիմն էլ էլի համառային գույն է, ահա, այս էլ սա, տեսեք Ժորժ ջան, բերեցի, գցեցի, շատ ավելի հարմար է, հեշտ մաքրվում է պիլասոսով և արդեն գույնն էլ ավելի եկավ, այն մյուսը գցել եմ պատշգամբ, հիմա այն էլ ցույց տամ։ Քանի որ վերանորոգում է գնում ու շատ կեղտոտ է պատշգամբը լինում, այս պայն գցեցի, որ ոտքիս տակը մաքուր լինի։ Այս էլ այսօրվա մեր բերք ու բարիքը Ժողովուրդ ջան։
արտակարգ քաղցր է, ելակը գիլասի մասին էլ չասեմ։ Սեզոնն է էլի, լավ արևներ են արել, լավ էլ քաղցրացել են։